Դե ինչ, բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ կրկին, այո, կարևոր թեմաների մասին մենք արդեն ասացինք, որ խոսելու ենք սիրելի հեռուստադիտողներ, բայց այս պահին մի կարևոր թեմային պիտի անդրադառնանք, որը վստահ եմ, որ շատ-շատերին կհետաքրքրի, Անահիտ, խնդրեմ։ Այնպես որ եղեք ականջալուր, քանի որ Unilab ախտորոշիչ լաբորատորիան Հայաստանում առաջարկում է ինչպես աղեստամոքսային տրակտի խնդիրների վաղ հայտնաբերման գերժամանակակից ու արդյունավետ մեթոդներ, այնպես էլ մի շարք բժշկական նորարարություններ, որոնց շնորհիվ թիրախային խնդիրները կարելի է հայտնաբերել վաղ փուլում եւ կանխել բարդությունները։ Ինչպես հասկացաք, իսկապես թեման շատ կարեւոր է, այնպես որ առավել մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, իսկ ես սիրով ներկայացնում մեր հյուրերին, տաղավարում են թերապևտ, գաստրոենտերոլոգ Երվանդ Մանուկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ Shebo Biotech ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մարիամ Գրիգորյանը։ Բարի առավոտ, շատ շնորհակալ ենք, որ օրը սկսել եք։ Այո, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Դե, ինչպես նշեցինք, իսկապես շատ կարևոր թեմայի ենք անդրադառնում եւ որպեսզի հասկանանք, թե որքանով է կարևոր ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը հիվանդությունների վաղ հայտնաբերման, ախտորոշման եւ կանխարգելման ամենակարևորը հարցում, եկեք առաջին սկսենք դրանից, թե ինչ է Shebo Biotech-ը։ Այո։ Խոսքը երևի սկսենք ինձնից։ Shebo Biotech ընկերությունը ինքը գերմանական ընկերություն է, որը հիմնվել է 1989 թվականից, բավականին երկար ժամանակ է ինչ կիրառվում է եվրոպական շուկայում եւ ասեմ ձեզ բավականին ճշգրիտ տեստեր են իրենք համարվում։ Այսօր ավելի քան 50 երկրներում կիրառվում է Shebo-ի տեստերը եւ օգտագործում են համալսարանական կլինիկաներում, առաջատար լաբորատորիաներում։ Այդ մասով կուզեի կլինիկական տեստերի մասով կուզեի ներկայացնել դոկտոր Երվանդ Մանուկյանը, ով հանդիսանում է Shebo Biotech ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, բժիշկ։ Բժշկական ներկայացուցիչը, այո։ Իմ խոսքս փոխանցեմ դոկտոր Երվանդին։ Շնորհակալություն։ Shebo Biotech-ը իրականում բիոտեխնոլոգիական հսկա է, որը արտադրում է, որը մշակում է եւ ներկայացնում է համաշխարհային շուկային բժշկությանը, բժշկագիտությանը ժամանակակից, գերժամանակակից դիագնոստիկ տեստեր, մեթոդներ եւ հատկապես օնկոհիվանդությունների ախտորոշման հարցում։ Այսօր ամբողջ աշխարհում, ինչպես եւ Հայաստանում, բոլոր հիվանդությունների կառուցվածքում առաջին տեղը զբաղեցնում է սիրտանոթային հիվանդությունները եւ երկրորդ տեղը զբաղեցնում են օնկոլոգիական հիվանդությունները եւ ցավալին այն է, որ այդ նրանց քանակական տարբերությունը գնալով կրճատվում է ի հաշիվ օնկոլոգիական հիվանդությունների թվի աճի։ Հայաստանում էլ պատկերը բարվոք չէ, մոտորապես այսպիսի վիճակագրական պատկեր կա Հայաստանում, տարեկան գրանցվում է 7.5-ից մինչև 8000 օրոցքային հիվանդությունների առաջնակի դեպք եւ նրանցով պայմանավորված 5000 մահ։ Այսպիսի հարաբերակցությամբ 5000 մահ, այո, տարեկան Հայաստանի ազգաբնակչության համար։ Առաջին տեղում տղամարդկանց մոտ զբաղեցնում են թոքի քաղցկեղը, կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը, երկրորդ տեղում երկու սեռերի համար էլ կոլորեկտալ, այսինքն հաստաղիքի քաղցկեղի մասին է խոսք գնում։ Եթե մենք վերլուծելու լինենք միջին համաշխարհային վիճակագրական պատկերի տեսանկյունից, Հայաստանը միջին տեղ է զբաղեցնում։ Ինքը ի տարբերություն օրինակ Ավստրալիան, Նոր Զելանդիայում գրանցվում է 100,000 բնակչի հաշվով 460 հիվանդության դեպք առաջնակի։ Հայաստանում այդ թիվը մոտ 260 է։ Բայց եթե դիտարկենք մեր բնակչությունը եւ վերոնշյալ երկրների, իսկապես մեր երկրի խոսքը վերաբերում է 100,000 բնակչի հաշվով, այսինքն հարաբերականորեն նույնն է ստացվում, բայց ցավալի մենք մի հատ շատ փաստ ունենք, որ Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների 50%-ը բացահայտվում է 3-րդ եւ 4-րդ ստացիաներում։ Այսա հիմնական ներողություն եմ խնդրում, ավետ, այսա հենց հիմնական խնդիրն է, խնդրում եմ լսեք հենց դոկտորից, մենք, չգիտեմ, մեր ազգի խնդիրն է, թե առհասարակ համաշխարհային մարդկային ինչ-որ խնդիր է, մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկին չեն դիմում։ Դրա համար ի ուրախություն մեզ կան նմանատիպ տեխնոլոգիաներ, արդեն վաղաժամ կարող եք հայտնաբերել, ախտորոշել, Դե առաջարկում եմ հենց դրա մասին խոսել, քանի որ մենք խոսեցինք, թե ինչ տարածվածություն ունի ու բավականին ցավալի պատկեր է։ Ինչպես վաղաժամ բացահայտել ու կանխել այս հիվանդությունները։ Այո։ Հայաստանում թոքի քաղցկեղը բացահայտվում է 70% դեպքերում 3-րդ եւ 4-րդ ստադիայում, նույնը վերաբերում է նաեւ ստամոքսի քաղցկեղին, կոլորեկտալ քաղցկեղի 56% դեպքերում։ Այն դեպքում, երբ որ առաջի ստադիայում կոլորեկտալ քաղցկեղը Հայաստանում բացահայտվում է ընդամենը 8% դեպքերում։
Ընդամենը 8%։ Իսկ վաղ բացահայտելիությունը նպաստում է արդյունավետ բուժմանը եւ մատչելի բուժմանը նաեւ, հա։ Ինչ մեթոդներ գոյություն ունեն, որ մենք կարողանանք վաղ բացահայտել այս հիվանդությունները, թերևս ամենաարդյունավետ մեթոդը դա սկրինինգն է։ Բժշկագիտությունը վաղուց արդեն հայտնաբերել է այսպիսի մի մեթոդ, ինչ է իրենից ներկայացնում այս սկրինինգը։ Սկրինինգը դա պոտենցիալ առողջ ազգաբնակչության շրջանում կատարվող կանխարգելիչ հետազոտությունների մի համալիր է, որի էությունը վաղ փուլում նախախտանշային փուլում հայտնաբերել խնդրող առարկա հիվանդությունը։ Որոնք են այդ նախանշանները, որոնք կարելի է Չկա նախանշան։ Յուրաքանչյուր հիվանդություն ունի իր նախանշանը, բայց սկրինինգի էությունը հենց նրանում է, որ նախախտանշային փուլում դեռևս մինչև կլինիկական ախտանիշների դրսևորում, այսինքն պոտենցիալ առողջ ազգաբնակչության շրջանում անցկացվում է սկրինինգ, օրինակ Հայաստանում բազմաթիվ սկրինինգային ծրագրեր են գործում եւ ոչ միայն օնկոհիվանդությունների գծով։ Որոնք են այդ ծրագրերը։ Օրինակ նորածինների համար ծննդատներում 7 սկրինինգ է գործում, որոնք կիրառվում են, բացահայտում են ժամանակին առկա խնդիրները, ժամանակի սխալության պատճառով չեմ կարող երկար բացատրել, հա, բոլորը ասել, օնկոհիվանդությունների գծով օրինակ թոքի քաղցկեղի ախտորոշման նպատակով կիրառում է թոքերի ցածր դոզայով կոմպյուտերային տոմոգրաֆիա, արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգ գոյություն ունի պապ տեստերի միջոցով եւ մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերում, շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգ եւ այլն։ Այ հետաքրքիր է աղեստամոքսային ուռուցքային հիվանդությունների ժամանակին ախտորոշելու ինչ մեթոդներ կան։ Այսպահին ինչ է առաջարկում։ Քանի որ կոլորեկտալ քաղցկեղը եւ հիվանդացության եւ մահացության կառուցվածքում աշխարհում բոլոր ուռուցքային հիվանդությունների մեջ երկրորդ տեղը է զբաղեցնում, այդ խնդիրը իսկապես շատ արդի է եւ բժշկագիտությունը մշակել է այդպիսի մեթոդներ, դրանցից մեկը թերևս կոլոնոսկոպիան է, որը համարվում է այս խումբ հիվանդությունների ախտորոշման ոսկե ստանդարտ, սակայն մեթոդի դժվարության, անհարմարավետության, նարկոզի անհրաժեշտության շնորհիվ այս մեթոդի կիրառելիությունը բավականին սահմանափակ է։ Կա շատ հետաքրքիր այսպիսի վիճակագրություն, օրինակ Գերմանիայում, որը աչքի է ընկնում իր բնակության կարգապահությամբ եւ օրինապահությամբ, հա, անցկացվել է ուսումնասիրություն։ Եվ ինչ է պարզվում, որ 10 տարվա կտրվածքով կոլոնոսկոպիկ հետազոտություն անցել է 50-ից 74 տարեկան մարդկանց այս խմբում ընդամենը 50%-ը։ Ընդամենը 50% եւ նրանցից միայն 20%-ն է, որ անցել է սկրինինգային կոլոնոսկոպիա, այսինքն կանխարգելիչ նպատակով առանց կլինիկական գանգատների եւ խնդիրների առկայության։ Ընդամենը 20% Գերմանիայում։ Գերմանիան Եվրոպայում համարվում է այս ցուցանիշով առաջին տեղում։ Մնացած երկրներում անհամեմատ ավելի վատ վիճակ է, ել չեմ ասում Հայաստանի մասին։ Ասածը ինչ է, որ կոլոնոսկոպիան չի կարող հանդես գալ որպես սկրինինգային մեթոդ ամբողջ ազգաբնակչության լայն զանգվածների համար, որովհետև մարդիկ պարզապես խուսափում են այս մեթոդից։ Եթե մի փոքր այս թեմայի մասին խոսենք, վիճակագրություն գոյություն ունի եւ գուցեև ռիսկային խումբ, ովքեր պետք է առավել ուշադիր լինեն։ Առավել ուշադիր ես կարծում եմ պետք է լինեն 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ։ Յուրաքանչյուր մարդ պետք է տարին գոնե 2 անգամ 40-ից բարձր, 40-ից բարձր տարիքային։ Նախկինում 50-ից բարձր էր, բայց հիմա քանի որ հիվանդությունները երիտասարդացել են, այդ իսկ պատճառով 40-45-ից հետո բոլոր մարդիկ համարվում են ռիսկի խումբ։ Պետք է հետազոտվեն։ Պետք է հետազոտվեն նաև ընտանեկան անամնեզ ունեցողները, բոլոր այն քաղաքացիները, ում առաջի սերնդի բարեկամների շրջանում եղել է օնկոլոգիական կոլորեկտալ քաղցկեղ։ 4 անգամ մեծանում է կոլորեկտալ քաղցկեղի հավանականությունը, եթե առաջի գծի արյունակից հարազատների մոտ եղել է։ Եթե ունեն ընտանեկան անամնեզ պոլիպների առկայության, եթե ունեն աղիների բորբոքային հիվանդություններ, մասնավորապես օրինակ աղիքների խոցային կոլիտ, աուտոիմուն հիվանդությունների մասին է խոսքը, բազմաթիվ կան հստակ չափորոշիչներ, թե որ կոնտինգենտն է համարվում թիրախային եւ ում պետք է նախ եւ առաջ ստուգել։ Բայց եթե տարիքային շատ ճիշտ է ասում Մարիամը, այո, 40-45 պլյուս բոլոր քաղաքացիները տարին մեկ անգամ պետք է անցնեն շեբոբիոցեխի մեթոդով, որը մենք ձեզ հիմա կներկայացնենք։ Այո, թեստի մասին։ Այ հենց դրա մասին ենք ուզում խոսել, մենք խոսեցինք շեբոբիոթեխի մասին, այստեղ ունենք շեբոբիոթեխ M2PK + HB թեստը եւ խնդրում եմ մեզ ներկայացրեք ինչ է այն հայտնաբերում, ինչ է իրենց ներկայացնում այս ամենը։ Կարծում եմ, որ կլինիկական մասով դոկտոր կլինիկական մասով բնականաբար մենք դոկտորին անպայման կդիմենք, բայց քանի որ դուք պաշտոնական ներկայացուցիչն եք ու հենց կարելի ասել դուք եք այս ամենը բերել Հայաստան։ Կուզենայի, որ դոկտորը ներկայացներ փոքր կլինիկական մասով, ես կշարունակեմ։ Ինչ է իրենց ներկայացնում այս տեստը։ Բացահայտվել է, պարզվել է, որ ուռուցքային բջիջները արտադրում են հատուկ ֆերմենտ, որը կոչվում է
պիրովատ-կինազայի M2 ֆրակցիայի իզոֆերմենտ։ Եվ տեստի էությունը կանում է նրանում, որ հայտնաբերվում է հենց այն ֆերմենտը, որը արտադրվում է ուռուցքային բջիջների կողմից։ Եվ դրանով իսկ մենք հավաստիորեն հաստատում ենք, ախտորոշում ենք, որ տվյալ օրգանիզմում կան ուռուցքային բջիջներ։ Այսօր Շեբո բիոցեխը, գերմանական այդ բիոտեխնոլոգիական հսկան, ներկայացնում է բազմաթիվ տեստեր, ոչ միայն M2 այդ պիրովատ-կինազային տեստը։ Ուրեմն ընկերությունը մենք ներկայացնում ենք, տեսեք, որակական տեստ, որով կարող է ախտորոշել հիվանդությունը։ Ներկայացնում ենք քանակական տեստ, որով ոչ միայն հնարավոր է ախտորոշել, այսինքն կա, թե չկա հիվանդություն, այլ նաև վերահսկել բուժման ընթացքը, մոնիտորինգ անցկացնել եւ գնահատել բուժման արդյունավետությունը։ Օրինակ հեպատիտ C-ի ժամանակ ինչպես են կանում։ Նախապես կատարվում է որակական տեստ, հայտնաբերվում է վիրուսը, որից հետո քանակական տեստ գնահատում է վիրուսային ծանրաբեռնվածությունը օրգանիզմի, դրանից հետո բուժման ընթացքում մենք վերահսկում ենք, թե ինչպիսի դինամիկա ունենք։ Նույնը կատարվում է այս մեթոդով։ Այս Շեբո բիոցեխի պիրովատ-կինազայի տեստի միջոցով, միանգամայն ճիշտ է։ Որքան հաճախ կարող է այս թեստը անցնել յուրաքանչյուր քաղաքացի։ Թեստը ցանկացած ժամանակ կարելի է անցնել, բայց պահանջվում է անցնել նվազագույնը տարին 1 անգամ։ Նվազագույնը տարին 1 անգամ։ Այո, եւ թեստը շատ մեծ առավելություններ ունի, եւ ինչու են այդ առավելությունները, այն հայտնաբերում է բոլոր փուլերում ուռուցքների առկայությունը, այն հայտնաբերում է ինչպես արյունահոսող այնպես էլ չարյունահոսող ուռուցքները, որը շատ կարևոր է ի տարբերություն մյուս տեստերի, այն կարող է բացահայտել, տեսեք, մենք ունենք կոմբինացված տեստ, որը հայտնաբերում է ոչ միայն ուռուցքային բջիջների կողմից արտադրվող ֆերմենտը, այլ նաև արյունը, հեմոգլոբինը, կոմբինացված տեստ է, որը թերևս ներդրվում է այսօր մեր առողջապահության համակարգում FIT տեստերի իմունոքիմիական մեթոդով հեմոգլոբինի թաքնված արյան հայտնաբերման տեստի մասին է խոսքը։ Հիմա այս տեստերի միջոցով կոմբինացված մենք կարող ենք հայտնաբերել եւ ուռուցքային բջիջ եւ թաքնված արյուն։ Եվ դրանով իսկ շատ բարձր արդյունավետություն ապահովելով դիագնոստիկ որպես մեթոդ։ Գիտեք բժիշկ, ես ընդհանրապես միշտ այդպիսի սովորություն ունեմ, երբ որ իմ մոտ խոսում են հիվանդություններից, ես առհասարակ լարվում եմ, չգիտեմ ինչու, բայց լարվում եմ, ու հիմա հատկապես ասում եք շատ բարդ բաներ, իմ աչքերում գրվում է error 404, բայց միակ բանը, որը որ պետք է խորհուրդ տալ առհասարակ մեր ազգաբնակչությանը եւ հեռուստադիտողներին, ովքեր որ այս պահին լսում են մեզ, թեստը կարևոր է անցնել, որպեսզի վաղ փուլում կարողանաք կանխարգելել այս հիվանդությունը, որը հնարավոր է հայտնաբերել ձեզ մոտ, այնպես որ բաց մի թողեք առիթը ու անպայման անցեք թեստը, որպեսզի ավելի վաղ փուլում կարողանաք կանխել այս չարիքը։ Ես նաև այնքան ավելի մեծ հարցեր այս պահին ունեմ, որոնք վստահաբար մեր հեռուստադիտողին կհետաքրքրեն, բայց առաջարկում եմ, որ ընդմիջենք։ Մենք մեր հարցերը շատ են, մենք առաջարկում ենք ընդմիջել կարճատև գովազդը, որից հետո վերադառնանք ու շարունակենք մեր կարևոր հարցերը։ Այո, այս պահին գովազդ։ Դե ինչ Կրկին բարի լույս, այո, բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, շատ կարևոր թեմայի ենք անդրադարձել, թեման հենց առողջությունն է եւ ուրախություն մեզ հենց Unilab-ի մասին ենք խոսում, որ ախտորոշիչ լաբորատորիայի հագեցած բիոտեխ սարքավորմամբ, ինչպես նաեւ որը հնարավորություն է տալիս վաղաժամ կանխարգելել, հայտնաբերել, այո, ցանկալի հիվանդությունները, իսկապես։ Շարունակում ենք մեր զրույցը։ Ես ուզում եմ ձեզ հարցնել ինչու հենց ընտրվեց Unilab-ը ու ինչու վստահեցիք Unilab-ը, ինչու։ Շատ լավ հարց էր։ Unilab լաբորատորիան Շեբո բիոտեխ ընկերությունն է ընտրել Unilab լաբորատորիային, քանի որ իր մոտ մասնագիտական առումով բավականին որակավորված մասնագետներ են աշխատում եւ այդ ամենը բացի այն, որ որակավորված մասնագետներ են, նաև համապատասխանում է բոլոր եվրոպական ստանդարտներին այդ լաբորատորիան, որտեղ որ կիրառվում են այս տեստերը, դա է միակ պատճառը, որ նախաձեռնել Unilab-ը, այո, մասնագետները եւս վերապատրաստված են, որակավորում ունեն, այսինքն հնարավոր բոլոր եվրոպական ստանդարտներին։ Սիրելի հեռուստադիտողներ, ուրախություն մեզ նաև այլևս են, որ ասում են, որ հիվանդության դեպքում, որ գնանք Գերմանիայում բուժում, Հայաստանն արդեն այն երկիրն է դառնում, որտեղ իսկապես այդ բոլոր համալիր բուժման գործընթացները կարելի է իրականացնել։ Դոկտոր, խնդրում եմ ավելի մանրամասն մի փոքր ավելի փակագծերը բացելով ամփոփել։ Շատ լավ։ Ուրեմն այսպիսով ինչ է ստացվում։ Կոլորեկտալ քաղցկեղը, հաստաղիքի քաղցկեղը ամենահրատապ բժշկության թեմաներից մեկն է եւ մարդու առողջությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը։
Բուժման արդյունավետությունը պայմանավորված է նրա վաղաժամ բացահայտմամբ։ Ինչքան շուտ բացահայտենք, այնքան շուտ կկարողանանք արդյունավետ եւ մատչելի բուժել։ Մեր ֆիրմայի, մեր ընկերության կողմից առաջարկված տեստերը տալիս են այդ հնարավորությունը։ Միայն մի փաստ ձեզ ասեմ, ես քիչ առաջ ասացի, որ Հայաստանում ուռուցքային հիվանդությունների 50%-ից ավելին բացահայտվում են 3-րդ եւ 4-րդ ստադիաներում։ Կրծքագեղձի քաղցկեղը միակն է, որ շնորհիվ ճիշտ կազմակերպման, մասնագետների եւ առողջապահության կազմակերպիչների այսօր մենք հասել ենք նրան, որ ընդամենը 15%-ն է հայտնաբերվում 3-րդ եւ 4-րդ ստադիաներում։ Գերակշիռ մեծամասնությունը եւ շնորհիվ դրա այսօր Հայաստանում դարձյալ ի պատիվ մեր առողջապահության կազմակերպիչների պետք է ասեմ, որ 4-6%-ով իջել է մահացության տոկոսը ուռուցքային հիվանդություններից։ Բայց դա չի վերաբերվում կոլորեկտալ քաղցկեղին, որովհետեւ կոլորեկտալ քաղցկեղի օղակը մնում է բաց։ Մենք ակնկալում ենք, որ այս տեստերի միջոցով, այս դիագնոստիկ մեթոդների ներդրման միջոցով հնարավոր կլինի լայն զանգվածների մոտ բացահայտել կոլորեկտալ քաղցկեղը նախասկզբնական փուլերում եւ կազմակերպել արդյունավետ որակյալ եւ էժան մատչելի բուժում։ Տեստը շատ հասարակ է, դա ինվազիվ չի, կարելի է անել անսահմանափակ թվով դեպքերում։ Տարին 1 անգամ, 2 անգամ, եթե անհրաժեշտություն կա, դինամիկ հսկողության համար բազմակի անգամ, այն ոչ ինվազիվ տեստ է, ընդհանրապես կղանքի հետազոտություն է։ Կղանքի նմուշը պետք է վերցվի, տարվի լաբորատորիա եւ արդեն ինչպես ասեց Մարիամը, մենք ունենք որակավորված անձնակազմ, որոնք անում են այդ ամբողջը եւ ապարատուրա եւ պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք կհետազոտեն եւ կտան եզրակացություն։ Տվյալ պացիենտի մոտ, բուժարոյի մոտ արդյոք կա կասկած ուռուցքային հիվանդության կոլորեկտալ եւ արժի արդյոք խորանալ։ Ցանկացած դեպքում, եթե մենք հայտնաբերում ենք, արդեն դրանից հետո կատարվում են լրացուցիչ խորացված հետազոտություններ։ Չի կարելի միանգամից հենց գնալ ամենաբարդ հետազոտության մեթոդներին։ Նույն բանը ընկած է նաև կրծքագեղձի քաղցկեղի դիագնոստիկայի հիմքում։ Մենք սկզբում անում ենք սոնոգրաֆիա, եթե անհրաժեշտություն կա, խորանում ենք, արվում է մամոգրաֆիա, որից հետո արվում է կոմպյուտերային տոմոգրաֆիա, հետո արվում է բիոպսիա, այսինքն այդ փուլային տարբերակը կիրառվում է նաև այս դեպքում։ Ես վստահ եմ, որ հեռուստադիտողներից շատերին կհետաքրքրի, թե որտեղ առհասարակ երբ որ խոսում են քաղցկեղի մասին, մարդիկ դա կապում են շատ մեծ գումարների հետ, բոլորի աչքը, այսպես ասած, վախեցած է այս թեմայով, ինչպես արդեն դոկտորը նշեց, բավականին էժան եւ մատչելի են այս հետազոտությունները եւ տեստերը։ Ընդհանրապես կոլոնոսկոպիայի արժեքով մենք ոչ ինվազիվ մեթոդով կարող ենք ախտորոշել, կարող ենք բացահայտել։ Եվ խնդրում եմ նշեք, որտեղ կարելի է անցնել այս թեստը Շեբոբիոթեխի M2 Այո, յուրաքանչյուր մտահոգված քաղաքացի, իսկ մենք արդեն ասացինք, որ 45 տարեկան եւ ավագ տարիքի բոլոր առողջ քաղաքացիները տարին 1 անգամ նվազագույնը 1 անգամ պետք է անցնեն այս հետազոտությունը։ Եթե նրանք գտնում են թիրախային խմբում, օրինակ իրանց ծնողները ունեցել են օնկոլոգիա, ունեցել են պոլիպներ եւ այլն, կարող է արվել բազմակի անգամ ըստ բժշկի ցուցման։ Իսկ եթե չկա նման խնդիր, յուրաքանչյուր քաղաքացի ինքնակամ կարող է իր կղանքի նմուշը բերել Unilab, այն գտնվում է Բագրատունյաց 1 հասցեում, հա, եւ այնտեղ որակավորված անձնակազմը արդեն ասեցինք կհետազոտի եւ կտա հստակ եզրակացություն։ Իդեպ ես ձեզ ասեմ, որ Unilab-ը ոչ միայն բիոթեխի ներկայացուցիչն է, ինքը ունի բավականին հզոր պաթոհիստոլոգիական վերլուծությունների բազա եւ կատարվում են այո հիստոլոգիական վերլուծություններ եւ բիոթեխի շնորհիվ այսօր այդ լաբորատորիան ավելի է հզորանում եւ խոսքը չի գնում միայն կոլորեկտալ քաղցկեղի մասին, մենք հսկայական պոտենցիալ ունենք։ Պատկերացրեք, որ այսօր Շեբոբիոթեխը առաջարկում է եւ թոքի քաղցկեղի դիագնոստիկ տեստեր։ Այսօր թոքի քաղցկեղի 70%-ը 3-4 ստադիաներում է հայտնաբերվում Հայաստանում։ Դուք պատկերացրեք, դա ինչ հեղափոխական նորամուծություն կլինի, եթե Հայաստանի առողջապահությունը ներդրվի այս համակարգը։ Իհարկե, միզապարկի քաղցկեղի դիագնոստիկ տեստեր, դա արդեն խոսվեց կոլորեկտալ քաղցկեղի եւ բազմաթիվ այլ հիվանդությունների եւ հատկապես մարսողական համակարգի հիվանդությունների։ Հրաշալի։ Շնորհակալություն, իսկապես համալիր ինֆորմացիայի համար շատ շնորհակալ ենք։ Մի խոսքով եթե ասենք, սիրելի հեռուստադիտողներ, Unilab այցելեք, այնտեղ վստահաբար հրաշալի մասնագետներ կան, ովքեր ձեզ կուղղորդեն եւ ճիշտ կախտորոշեն։ Այո, ժամանակին կախտորոշեն ու հայտնաբերեն խնդիրը։ Շատ շնորհակալ ենք, որ այս կարևոր թեմայով հյուրընկալվել եք, ձեզ լավ օրենք մաղթում ու բազմաթիվ առողջ պացիենտներ, ինչպես նաեւ դուք եղեք առողջ։ Այո, շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք ձեզ։